Տիրոջը փառք իրապես էս առիթի համար, որ եւս մեկ տերունական օր կարող են գալ Աստծո առաջ աղոթքով փառաբանությամբ եւ ինչպես որ շատ անգամներ կրկնում եմ, Կիրակի օրը պաշտամունքին մասնակցելը ինքնանպատակ չէ։ Մի քիչ ցածր արեք, Լև ջան։ Դա մեր փափագն է, մեր ցանկությունն է, որ այս կիրակիների ընթացքում մենք աճենք Աստված ճանաչողության մեջ, նմանվելով Քրիստոսին, փառավորենք իրեն մեր ողջ կյանքի ընթացքում։ Այսինքն, եթե մենք գալիս ենք այստեղ եւ մեր կյանքում որևիցե փոփոխություն չի լինում, ասեմ նույնիսկ ավելի վտանգավոր է դա մեզ համար։ Ինչու, որտեվ շատ բաներ լսում ենք եւ լսելով ավելի մեղավոր ենք դառնում Տիրոջ առաջ, ինչու, որտեվ չենք հնազանդվում այն ամեն ինչին, ինչ որ լսում ենք։ Դա համար սիրելիներ ամեն անգամ, երբ որ նույնիսկ Կիրակի օր է գալիս, աղոթքով պետք է պատրաստ լինենք, խնդրենք, որպեսզի Տերը մեր սիրտը նախ եւ առաջ պատրաստի, որպեսզի լսածը հնազանդությամբ ընդունենք եւ գործածենք մեր կյանքերում, բացի դրանից, շաբաթվա ընթացքում նույնպես պետք է պատրաստվենք, ինչի նկատի ունեմ։ Եթե մենք շաբաթվա ընթացքում Աստծո խոսքը չենք կարդում, ինքներս աղոթքի մեջ չենք, որոշ առումով Տիրոջը փառաբանության մեջ չենք, Կիրակի օրը, երբ որ գալու է, այն մեզ համար ձանձրալի է լինելու։ Ինչի, որտեվ մենք սովոր չենք, մեր, այսպես ասած, ականջները սովոր չեն խոսքը լսելուն, եւ ստացվում է, որ շաբաթվա կտրվածքով մենք ինչ ասած չենք լսել, ֆիլմեր, բաներ, մեր կյանքով, մեր, ասենց ասած, առօրյայով առաջնորդվել ենք, բայց ամենասենց ասած վերջին պահին նոր որոշում ենք կայացրել, որ ինչ կանենք, կգնանք եկեղեցի Աստծո խոսքը կլսենք ու կարծում ենք, որ նման ձևով, չգիտեմ, կարողանալու ենք լիարժեք հասկանալ, ընկալել կամ նույնիսկ, չգիտեմ, միջև վերջ արթուն մնալ։ Շատ դեպքերում եղել են մարդիկ, ովքեր մոտեցել են, ասում են, ինչ անենք, Արտուր եղբայր, երբ որ քարոզի ժամանակն է, գալիքունները ստանում է եւ այլն եւ այլն։ Հիմնականում խնդիրը հենց դրանում է, որ ուղղակի շաբաթվա կտրվածքով խոսքի մեջ չենք, աղոթքի մեջ չենք, խոսքը չենք կարդում։ Երկրորդ պատճառը, որը որ նորից ֆիզիոլոգիական է, բայց շաբաթ օրերը ես միշտ այս խորհուրդը տալիս եմ, շուտ քնեք։ Որտեվ հա ազատ օր է, մենք մեկ շաբաթ օրը գիշերվա մինչև 1000-ը մնում ենք, հետո երբ որ Կիրակի օրը գալիս է, արթնանում ենք, մի փոքր շուտ ենք արթնանում սովորականից ելնելով եւ ֆիզիկապես նորից հոգնածություն ունենք։ Դրա համար սա զուտ ինչ եմ կարող է որոշներից են սենտիմենտալ ինչ որ պարզ բաներ լինի, բայց հարազատներ հասկացեք, մենք այդ պատրաստությունը, որ ասում եմ, սկսվում է երկուշաբթիից մինչև շաբաթ օր, որպեսզի ոչ թե զուտ գանք Կիրակի օրը ու անցնի գնա, այլ իրապես այս պաշտամունքից առնենք այն ինչ որ Տերը պատրաստել է մեզ համար, մեր հոգիների համար, որը որ շատ թանկ է, շատ կարևոր է։ Ու խնդիրը մենակ նրան մասին չի, որ ես եմ քարոզում կամ մեկ ուրիշն է քարոզում եւ այլն եւ այլն։ Սա ընդհանրապես մեր կյանքի, մեր ընթացքի մասին է խոսքը գնում։ Շատ լավ, Տերը օրհնի բոլորիդ եւ իրապես պատրաստ արի, որ իր խոսքը ունկնդրենք։ Գիտեք, որ անցած Կիրակի սկսեցինք մի թեմա, թե ինչ է նշանակում Քրիստոսին հետևել եւ ինչ գին պետք է պատրաստ լինենք վճարելու, եւ անցած Կիրակի ամբողջ հատվածը չկարողացանք միասին ամփոփել, բայց առաջ Աստված այսօր կփորձենք այդ հատվածը ամբողջացնել։ Բայց մինչև կանրադառնանք բուն հատվածին, եւս մի երիտասարդի կյանքից եմ ուզում պատմել։ 1887 թվականին ծնվում է Ուիլյամ Բորդենը, ծնվում է մի հարուստ ընտանիքում եւ պատկերացրեք այդ Բորդենների ընտանիքը ուներ Borden Dairy Company, այսինքն մեծ կազմակերպություն էր կատնամթերքների, որը որ մինչև այսօր գոյություն ունի եւ միլիոնավոր, ասենց ասած, դոլարների մասին է խոսքը գնում։ Աշխարհիկ եթե չափանիշներով նայենք, կարելի է ասել, որ հենց ծնված օրվանից արդեն այդ տղայի կյանքը լիարժեք ապահովված է եղել։ Սակայն Աստված այլ ծրագիր ուներ այս տղայի համար։ 1904 թվականին, երբ Ուիլյամը ավարտում է դպրոցը, ընտանիքը նրան ուղարկում է ընդհանրապես աշխարհով պտտվելու համար։
Նա այցելում է Ասիա, Եվրոպա, Միջագետք եւ ճանապարհորդության ընթացքում ոչ միայն աշխարհն է տեսնում, այլև տեսնում է, որ շատ ազգեր, շատ ժողովուրդներ ուղղակի կտրված են ավետարանից եւ ավետարանի ճշմարտությունը չունեն։ Երբ որ հետ է վերադառնում, որոշում է հրաժարվի այդ աշխարհի, ասենց ասած, խոստացված փառքից ու ամեն ինչից ու իր կյանքը նվիրի միսիոներության։ Այդ որոշումից հետո իր Աստվածաշնչի մեջ մի արտահայտություն է գրում է no reserves կամ ոչ մի պահուստ, ոչ մի բան չեմ պահելու։ Ամեն ինչ կարծես գրում է, որ պատկանում է Տիրոջը։ Հետագայում նա սովորում է Յալենի համալսարանում, որտեղ շատերը կանխատեսում են, որ այս տղային, ասենց ասած, լավ մեծ ապագա է սպասվում։ Դրանից հետո Փրինսթոնի աստվածաբանական ճեմարանն է ավարտվում, պատրաստվելով միսիոներական ծառայության։ Բայց երբ ընտանիքը իմանում է դրա մասին, փորձում են ինչ անել, հետ կանգնեցնել, որ ասելով, որ անիմաստ վատնելու ես կյանքդ, այսինքն այն ինչ որ քեզ սպասվում է, դու որոշում կա ասես գնաս ծառայելու, անիմաստ կորելու է կյանքդ ու երկրորդ արտահայտությունն է գրում է no retreats կամ ոչ մի նահանջ։ Ու 1913 թվականին ճանապարհ է գնում է, ուզում է գնա դեպի Չինաստան եւ Չինաստանում ծառայել։ Բայց մինչև Չինաստանը նաև ցանկություն է ունենում կանգ առնի Եգիպտոսում, Կայրո քաղաքում, որպեսզի արաբերեն սովորի, որ ընթացքում նաև կարողանա մուսուլմաններին ծառայել, ավետարանը քարոզել։ Եվ 1913 թվականի ապրիլի 9-ին մահանում է, 25 տարեկանում ընդամենը։ Ինչի, որովհետև այդ Կայրո քաղաքում շատ լուրջ հիվանդությամբ ծանր հիվանդանում է, ողնաշարային մենինգիտով ու մահանում է այդ տղան։ Ու գիտեք հիմա, երբ որ նայենք, փորձենք քննենք, տեսնենք այս տղայի կյանքը, կարանք ասենք, որ իրականում ոչ մի բանի էլ, ասենց ասած, չակերտավոր չհասավ իր կյանքում։ Այն առումով, որ չհասավ այն միսիոներական դաշտերին, որ ցանկություն ուներ, ինքը մի երիտասարդ էր, որը որ հարուստ էր, կրթված էր ու կարար հրաժարվեր, այսպես ասած, այդ մտքից եւ վայելել չակերտավոր այն կյանքը, որը որ իր ընտանիքը պատրաստ էր իրեն տալու։ Սակայն ինքը ընտրեց այլ ճանապարհ։ Հետաքրքիր է, երբ որ իր ընտանիքը բացում է Աստվածաշունչը, գտնում է նաեւ երրորդ արտահայտությունը, որ գրված էր այս տղայի Աստվածաշնչի մեջ, գրված էր no regret կամ ոչ մի ափսոսանք։ Այսինքն, երբ որ նույնիսկ այս վիճակում է հասնում, ինքը այդ ամեն ինչը նորից ընդունում է Աստծուց, ոչ մի պահված բան Աստծո համար, ոչ մի վերադարձ եւ ոչ մի ափսոսանք։ Սա է հետևելու գինը Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոս երբեք չի խոստացել առօգ փառոգ կյանք, ինչպես որ Արմեն եղբայրս եւս մեկ անգամ ասեց։ Չի խոստացել, որ որևիցե բան մեր կյանքում չի լինելու կամ խնդիրներ չենք ունենալու, առավել եւս հիվանդություններ չեն լինելու եւ այլն եւ այլն։ Ու նման օրինակներ իրականում շատ կան։ Մարդկային տրամաբանությամբ դա գուցե մեզ համար անտրամաբանական է, անհասկանալի է, ինչու Աստված այդ ամեն ինչը թույլ տվեց, ինչի էս ամեն ինչը այս ձևը ավարտվում, բայց հասկացեք, սա այն տիրույթը չէ, որ մենք պետք է մտնենք։ Եվ ինչպես որ այս տղան ասեց ոչ մի ափսոսանք չունի, ինչի որտեվ իրապես իր կյանքը նվիրել էր մեկ բանի, հետևելու Քրիստոսին եւ հասկանում էր, որ նույնիսկ այդ միսիոներական դաշտում շատ մեծ էր հավանականությունը, որ իրանք նույնիսկ կարող են սպանել։ Այսինքն այդ տղան այդ տրամաբանությամբ, այդ հասկացողությամբ ողջ կյանքը նվիրել էր Աստծուն։ Եվ հարցը նորից գալիս է մեզ. ինչ գին ենք մենք պատրաստ վճարելու Հիսուսին հետևելու համար։ Որն է այդ գինը։ Որն է ձև ասած այդ կարմիր գիծը, որից այնքան մենք այլևս չենք անցնի, այսինքն մինչև այսքան են պատրաստ վճարելու, դրանից այնքան կարծես Աստված եկեղեցի մի ձեռք տվեք։ Սա արդեն իմ տիրույթն է, իմ շրջանակն է, ես ինքս կորոշեմ իմ կյանքս ինչպես առաջնորդեմ։ Արդյոք նման մենք սահմանափակումներ ունենք, թե ոչ, դե դրել ենք, թե ոչ։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք Մատթեոսի 10-րդ գլուխ 34-ից 42 համարները։ Կխնդրեմ ոտքի կանգնեք, միասին Աստծո խոսքը ոտքի կանգնած ընթերցենք։ Մատթեոս 10:34-ից 42։ Մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից
եւ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն։ Ով հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, ինձանից արժանի չէ, եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ։ Եվ ով որ իր խաչը չի վերցնում եւ չի գալիս իմ ետևից, նա ինձ արժանի չէ։ Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով մարգարեին իբրև մարգարե է ընդունում, մարգարեի վարձ կստանա, եւ ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։ Եվ ով որ այս փոքրերից որևէ մեկին, որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի։ Ամեն, աղոթենք։ Տեր Աստվածը իրապես փառք ենք քեզ տալիս։ Այս գեղեցիկ օրվա համար գեղեցիկ է, որտեղ դու ես արարել, Տեր։ Որտեղ ամեն բան քո ձեռքերի մեջ է եւ Տեր իրապես ուզում ենք փառք տալ քեզ։ Շնորհակալություն հայտնել, որ պահպանում ես, Տեր, եւ քեզ զավակ ես դարձրել։ Օգնի, որ իրապես հասկանանք եւ գիտակցենք մի ճշմարտություն, որ մեր կյանքը իրապես արժևորվում է, երբ որ այն քո ձեռքերի մեջ է, Տեր։ Երբ որ քո ծառայում է քո անվան ու քո փառքի համար, Տեր։ Ուստի օգնիր, որ մեր կենտրոնացումը եւ մեր հայացքը միմիայն դու լինես եւ մեր կյանքը ծառայի միմիայն քո անվան ու քո փառքի համար, Տեր, որպեսզի ամեն ինչ մեջ, Տեր Աստված, դու մեծարվես եւ ոչ թե մեր անձը բարձրանա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե կհիշեք, մենք խոսեցինք անցած անգամ, որ Քրիստոսին հետևել նշանակում է նրան դնել կյանքի ամենաբարձր տեղում։ Նույնիսկ եթե դա պահանջում է ամեն ինչից բաժանում, ընդհանուր մինչև մահ, բաժանում այսև ասած մեր կյանքից։ Եվ հենց այս համատեքստում էր, որ մենք տեսանք 3 հիմնական իրականություն, որոնք անխուսափելիորեն ինչ են անելու, կդրսևորվեն յուրաքանչյուրի կյանքում, ով որոշում է կայացնում Աստծուն հետևել։ Առաջինը մենք խոսեցինք, որ Քրիստոսին հետևելը բերում է բաժանում, բերում է բաժանման, բաժանում մարդկանցից եւ բաժանում ընտանիքից։ Ինչու՞, որտեվ ավետարանը բերում է խաղաղություն ում հետ, Աստծո հետ, բայց այդ խաղաղությունը, որ բերում է Աստծո հետ, նաեւ դրա հետ մեկտեղ բերում է հակամարտության նրանց հետ, ովքեր որ մերժում են Աստծուն։ Դրա համար ավտոմատ կերպով ինքը բերելու է բաժանում։ Մենք այլևս այս աշխարհում չենք, դրա համար Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ զգուշացնում է, որ բաժանում է լինում մարդկանցից եւ բաժանում է լինում ընտանիքից, սակայն այդ ընտանիքից բաժանումը, այսպես ասած, մեզ համար շատ ամենացավոտն է լինում, ինչի որտեվ երբ որ հարազատը քո ամենամոտիկ մեկը ինչ է անում, մերժում է քեզ։ Երկրորդը մենք խոսեցինք, որ Քրիստոսին հետևելը պահանջում է գերագույն սեր։ Այսինքն նա պետք է լինի մեր կյանքի առաջին տեղում, հակառակ դեպքում ցանկացած ընթացք Աստծուն ընդունելի չէ։ Եթե մեր կյանքում Քրիստոսը առաջին տեղում չէ, նշանակում է մենք չենք համապատասխանում աշակերտ լինելու սկզբունքներին, որը որ Տեր Հիսուս Քրիստոս դրեց։ Դա չի նշանակում, երբ որ մենք առաջի տեղը դնում ենք Քրիստոսին, մնացածը մեզ համար դառնում են երկրորդական, երրորդական, ոչ թե այս առումով, այլ երբ որ Քրիստոսին ենք սիրում, երբ որ Քրիստոսին ենք ծառայում, մնացած փոխհարաբերությունը ընկնում են ճիշտ տեղում։ Մենք ճիշտ կերպով սկսում ենք սիրել ու հարգել մեր կնոջը, ամուսնուն, մեր ընտանիքի անդամներին եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ առաջի տեղում Տերն է, մնացածը ընկնում է ամեն ինչ իր տեղերը։ Եվ երրորդը խոսում էինք, որ Քրիստոսին հետևելը պահանջում է անձնական զոհաբերություն։ Առաջինը խոսեցինք, որ Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ ասում է, որ պետք է խաչը վերցնենք, եւ խաչը խոսեցինք, որ մահն էր, այսինքն պատրաստ լինելու լիարժեք կյանքից հրաժարվելու Տեր Հիսուս Քրիստոսի համար, եւ երկրորդը հետևել իրեն, հետևել այն սկզբունքներին, որով որ Տերը առաջնորդեց ըստ այն խոսքի, որը որ մեզ Տերը ինչ արել, փոխանցել է։ Եվ այսօր եւս 4 արտահայտման կերպեր կնայենք, թե ինչպես է արտահայտվում այդ անձնազոհաբար հետևելը Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ընդհանուր թվերի մեջ երրորդն է գալի, կամ կարանք ասենք այս քարոզի շրջանակում առաջինը։
Անձնական շահը չփնտրելն է։ 39 համարը եւս մեկ անգամ կարդանք։ Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի։ Ուշադրություն դարձրեք հենց ամենասկզբի արտահայտությունը, երբ որ ասում է Տեր Հիսուս Քրիստոս։ Ով իր կյանքն է ինչ անում, ապահովում, փայփայում, ներդրում ունենում։ Գիտեք, այն մեկը, ում ժամանակը, ռեսուրսները ծառայում են մի նպատակի համար, իր ցանկությունների իրականացմանը։ Մենք այդպիսի մարդկանց անվանում ենք անհավատներ։ Ինչու, որովհետև անհավատների միակ կյանքի նպատակը իրենց ցանկությունների իրականություն դառնալն է։ Այսինքն իրենց կյանքի կենտրոնում իրենց կյանքի ինչն է, ապահովումն է։ Ուշադրություն դարձեք Եփեսացիս 2-րդ գլուխ 1-3 համարն եմ ուզում միասին ընթերցենք եւ որոշակի նկարագրությունը տեսնենք այդ մարդկանց։ Ասում է եւ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով, դուք ումի նկատի ունի։ Եկեղեցուն մինչև դարձի գալը, մինչև ապաշխարելը, մինչև վերստին ծնունդը, մենք բոլորս, բոլոր մարդկությունը այս կարգավիճակում է գտնվել։ Մեռած ենք եղել հանցանքների ու մեղքերի պատճառով, ինչպես է դա արտահայտվել։ Ասում որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն։ Այսինքն մեռած մարդը, աշխարհիկ մարդը ինչպես է ընթանում, ինչպես աշխարհն է ընթանում, ինչպես աշխարհի սովորություններն են։ Այսինքն մենք համապատասխանում ենք աշխարհի ընթացքին։ Նայեք այդ աշխարհի ընթացքը մենք պատկերացնում ենք sense ծայրահեղ արտահայտումները։ Ու շատ դեպքերում դրանով էլ փորձում ենք արտահանալ եւ ուրիշներն էին արտահանում։ Դե մարդ չենք սպանել, գողություն չենք արել, չնայած որ խորանանք բոլորս էլ ինչ շրջանակներում գողություն արել ենք։ Հիմա չեմ դրան անդրադառնալու եւ այլն եւ այլն, այսինքն մենք փորձում ենք ծայրահեղ արտահայտումը ցույց տալ աշխարհում որ կա եւ ասել դե մենք տենց չենք։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ աշխարհի ընթացքով քայլել ենք եւ աշխարհի ընթացքը Տիրոջը ինչ է, հակառակ է, ուշադրություն դարձրեք։ Ում կամքի համեմատ ենք քայլել։ Ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից։ Այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Ում մասին է խոսքը գնում։ Սատանայի։ Այսինքն, եթե մենք չենք քայլում ըստ Տիրոջ կամքի, ըստ Տիրոջ ցանկության, քայլում ենք աշխարհի համեմատ, այնպես ինչպես որ աշխարհն է թելադրում, եւ այդ աշխարհի թելադրանքը ինչին է համապատասխանում, սատանայի կամքին, սատանայի ցանկությանը։ Եվ ասում է ըստ էությամբ ինչ էինք, բարկության, ապստամբ ինչ էինք, որդիներ էինք։ Ասում է, հիմա նայեք, դրանից հետո արդեն անդրադառնում է թե կոնկրետ մեր կյանքում ոնց էր դա արտահայտվում։ Ինչի որտեղ մեկին որ ասես, գիտես ինչ կա, դու սատանայի կամքն ես կատարելու, ասում է ինչ ես խոսում։ Այսինքն ոնց իրավունք ունես դու տենց բան ասելու։ Բայց ուշադրություն դարձեք 3-րդ համարը։ Ասում է դրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում ենք, ուշադրություն դարձրեք, մեր մարմնի ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով։ Երբ որ դու քո մարմնի ցանկություններն ես կատարում, քո այն ինչ որ մտքիդ գալիս է, այդ ամեն ինչն ես անում, այդ ամեն ինչը համապատասխանում է ում կամքին, սատանայի կամքին։ Եվ դրա համեմատ դրա համար ասում է, էության, բարկության արժանի որդիներ եք մյուսների պես։ Այսինքն Տիրոջ բարկությունը ձեր վրա է, ամբողջ աշխարհի վրա է։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք կամ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, եթե ձեր կյանքի համար ապրեք, ձեր կյանքը ապահովեք, արդյունքում ինչ եք անելու, կորցնելու եք այն։ Կորցնելու եք, որովհետև մի բանի հետևից եք գնում, որը որ իրականում արդյունքում տանելու է ինչ, դեպի կործանում։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է, անցողիկ է։ Այսինքն, երբ որ մենք կյանքը ապահովում ենք, մեր ցանկությունները, մեր կյանքի միակ նպատակը մեր ապահովությունն է, մեր կյանքի ապահովությունն է, դա նշանակում է, որ մենք մեր հոգևոր կյանքով մեռած ենք։ Ուղղակի դերեր ենք խաղում։ Գիտեք, հետաքրքիր մի բան կա։ Նույնիսկ մարդիկ կան, ովքեր որ ճակերտավոր հետևում են Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի իրենց կյանքը դասավորեն։ Այսինքն ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին, որպեսզի իմ ուզածները իրականություն դառնան։ Ես ունեմ որոշակի երազանքներ, պատկերացումներ, եւ ման եմ գալիս տեսնես ոնց կարամ այդ հնարավորություններին ինչ անեմ, հասնեմ։ Եվ հիմա տեսնում եմ, որ մեկը կա Հիսուս Քրիստոս անունով կամ Աստված երկնքում, ով որ իմ տրամաբանությամբ կարա իմ երազանքները ինչ անի, իրականություն դարձնի։
Պետք է կբարձրանանք ուխտագնացության, պետք է մոմ կվառեմ, պետք է կիրակի օրերը ստեղ կգամ, գաղութեմ որոշ առումով, խոսքը կարդամ, ինչի, որտեվ նպատակս այն է, որ գտել եմ կարծես մեկին, ով որ իմ ցանկությունները ինչ կարա դարձնի, իրականություն դարձնի, նոր բան է սա ժողովուրդ, նոր բան չի, Հիսուսի օրոք էլ մարդիկ կային, ովքեր որ այս տրամաբանությամբ էին մոտենում Տեր Հիսուս Քրիստոսին։ Մենք արդեն սրա մասին խոսել ենք, բայց ուզում եմ եւս մեկ անգամ կարդալ։ Մատթեոս 8:19-ից 20 համար ուշադրություն դարձեք, ասում է. նրան մոտեցավ մի դպիր եւ ասաց. «Վարդապետ, ես քո հետևից կգամ, ուր էլ գնաս»։ Առաջին հայացքից կողքից որ նայես, տպավորություն կարա ստեղծվի, որ այս մարդը ինչ անում, ուզում է Քրիստոսի հետևորդ դառնա, ուզում է Քրիստոսին հետևի, ուզում է աշակերտ դառնա։ Բայց Հիսուս տեսնում է իրական մղումները, իրական ցանկությունները։ Դրա համար Հիսուս ինչ է ասում։ Հիսուս նրան ասաց. աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բներ, բայց մարդու որդին իր գլուխը դնելու տեղ չունի։ Այսինքն այն ցանկությունը, որ եկել ես, որպեսի տներ, դղյակներ կամ քո ցանկությունները իրականություն դառնան, ասում է իմացի, որ նույնիսկ ես, որպես Տեր Հիսուս Քրիստոս երկրի վրա դղյակներ չունեմ։ Եթե քո նպատակը, քո ցանկությունը հետևելն է, որպեսի կյանքդ ապահովես, սխալ ճանապարհ ես ընտրել, սխալ ընթացքի մեջ ես։ Ավելի լավ է, ձև ասած, աշխարհի նման քայլես, աշխարհից առնես այդ ամեն ինչը, որտեվ դա ես ուզում, դա է քո փափագը, այլ ոչ թե կարծես ճակերտավոր հետևես Հիսուսին, որպեսի քո ցանկությունները իրականություն դարձնես։ Ես ցավում եմ, բայց շատ նույնիսկ հարանվանություններ կան, ովքեր որ Քրիստոսին հետևելը դարձրել են իրենց մեղավոր ցանկությունների իրականացման ճանապարհ, որի շրջանակը պտտվում է հարստության, առողջության շրջանակներում։ Եթե Քրիստոսն է, ուրեմն ես թագավորի զավակ եմ, սիրում են այդ արտահայտություններն անել եւ այլն, թագավորի պես էլ պետք է ապրեմ ու մնացած շրջանակներին համեմատ։ Հասկանում եք, Հիսուս Քրիստոս երբեք այդ ամեն ինչին չփնտրեց, իր աշակերտները երբեք դրան չձգտեցին, մենք այդ դեպքում ինչ ավետարան ենք կարդում, ինչ Քրիստոս ենք ճանաչում, ինչ աշակերտներ ենք ճանաչում, որ մեր տրամաբանության մեջ այդ ձև ենք ուզում հետևենք։ Դրա համար Հիսուսն ասում է, որ չեք կարող, կորցնելու եք այդ ամեն ինչը։ Դրա հետևանքը մեկն է։ Հիսուս հստակ ասում է, այդ մարդիկ կկորցնեն ամենաթանկը։ Գիտեք ամենաթանկը որն է։ Իրենց հոգին։ Իրենց հոգին։ Հավիտենական դատապարտության են արժանալու, ինչի որտեվ ամեն բան անցողիկ է, ամեն ինչ, մնայուն, ոչինչ չկա ժողովուրդ, ոչ ժամանակը, ոչ մեր տաղանդը, ֆինանսը, առողջությունը, հանգիստը, անունը, այս ամեն ինչը անցողիկ է։ Մնայունը միայն այն է, ինչ որ Տեր Հիսուս Քրիստոսն է տալիս։ Դրա համար շարունակության մեջ ինչ է ասում, իսկ ով ինձ համար իր կյանքը ինչ անի, կորցնի, այն կգտնի։ Հիմա նայեք, նորից այս շրջանակում կորցնել չի նշանակում անպայման մահանալ, չնայած դա էլ կարա լինի։ Կորցնի նշանակում է կյանքը նվիրել Տիրոջը համար ապրելու, որ իմ կյանքի ամեն վայրկյանը, ամեն կարողությունը, ու նորից կկրկնեմ, այդ կարողության մեջ ինչն է մտնում։ Ժամանակը, տաղանդը, ֆինանսը, առողջությունը, անունը, եթե ես ինչ եմ անում, տալիս եմ Տիրոջը, հանձնում եմ Տիրոջը, կգտնենք ամենաթանկը, Տիրոջը, և նաև նրանից ինչ կստանանք, վարձատրությունը կստանանք, նա է մեր վարձատրությունը, Տեր Հիսուսին կստանանք։ Այսինքն մեր կյանքի ընթացքը ցույց է տալի, թե իրականում մենք ում ենք պատկանում։ Ես դրա համար որպես հետևանք, որտեղ եմ, մահից հետո հայտնվելու։ Լավ ապրեցի, կյանքս որ նայեն կողքից, ինչի համար եմ ապրում, որն է իմ շարժառիթը, ինչ շրջանակում եմ առաջնորդվում։ Ես Ջիմ Էլիոթի մասին ձեզ պատմել եմ, որ նորից եւս մեկ երիտասարդ մեկ, ով որ իր ցանկությունն է ունենում, գնա եւ ծառայի տարբեր նորից ցեղերին, ովքեր որ ավետարանը չեն ճանաչում։ Ու ինքը, այս երիտասարդը, որ նորից իր ծառայության շրջանակում մահանում է, հետաքրքիր մի արտահայտություն է գրել, ասում է, նա հիմար չէ, որ տալիս է այն, ինչ չի կարող պահել, որպեսզի ստանա այն, ինչ չի կարող կորցնել։
Երբ որ ասում է տալիս է այն, ինչ չի կարող պահել, սա վերաբերվում է այն բանին, որ մարդը ժամանակավորապես բաներ ունի, տարբեր բաներ ունի, բայց վերջում դրանք իր մոտ չի կարող պահել։ Տերը մեզ շատ բաներ է տալիս, որոնք որ ժամանակավոր են մեզ տրված։ Դա նորից մեր կյանքն է, երիտասարդությունն է, առողջությունն է, փող, հաջողություն, համբավ, ունեցվածք եւ այլն, այսինքն ցանկը դուք կարաք շարունակեք։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է մեզ տված։ Եվ ասում է, հիմար չպիտի լինի մարդը, որ այն ինչ որ չի կարա երկար պահի, իր ողջ կյանքը ամեն ինչը ինչ անի, այս սրա մեջ շրջանակներում դարձնի։ Եվ շարունակությունը ասում է. ինչ չի կարող պահել, որպեսզի ստանա այն, ինչ չի կարող կորցնել։ Այսինքն, երբ որ մենք մեր այն ամեն ինչ որ ունենք, ինչ որ չենք կարող պահել, տալիս ենք ում Աստծուն, Տիրոջը, Տերը տալիս է մեզ մի բան, որը որ այլևս չենք կարող կորցնել, չի կորվել, չի կորսվելու, ու որևիցե մեկը չի կարողանալու այն ինչ անի, գողանա մեզանից։ Այն կյանքը ինչ որ Տերը խոստանում է, այն հավիտենական կյանքը իր հետ, այն ներումը, մեղքերի թողությունը, արդարացումը, սրբացումը, այն ընթացքը, որ մենք ուղղակի այդ ամեն ինչից դուրս են գալիս, եւ այն վարձատրությունը, ինչ որ Տերը մեզ խոստացել է։ Սա մի բան է, որը որևիցե մեկը մեր ձեռքերից չի կարող խլել։ Եվ գիտեք, որ 56 թվականին 1900 ինքը ծառայության մեջ իր 4 ընկերներով գնում են ծառայության եւ այդ տարածքի ժողովուրդ ուղղակի սպանում են իրենց կյանքը։ Նորից երիտասարդ կյանք տարիքում, ընդամենը 28 տարեկան էր այս երիտասարդը։ Փիլիպեցիս 1:21-ում Պողոս Արաքյալը հետաքրքիր մի խոսք է ասում է. ինձ համար կյանքը Քրիստոսն է եւ մահը շահ։ Այսինքն ինձ համար կյանքը Քրիստոսն է։ Այն ինչի համար որ ապրում եմ, ամեն ինչը պետք է պատտվի Քրիստոսի համար։ Քրիստոսի համար եմ ուզում ապրել, Քրիստոսի համար եմ ուզում ծառայել։ Եվ թեև երբ որ կգա պահը կմահանամ, շահ է, ինչի՞։ Որտեվ այս մեղավոր աշխարհից, այս փորձություններից, այս խնդիրներից, այս հալածանքից ինչ եմ լինելու, ազատագրվելու եմ, վերջի լինելու եմ այնտեղ, որտեղ որ իմ Տերն է, որտեղ որ այլևս արցունք չի լինելու, որտեղ որ խնդիր չի լինելու, որտեղ որ լինելու է Տիրոջ ներկայությունը ու Տիրոջը փառքը։ Դրա համար Պողոս Արաքյալը սա էր ասում։ Սա մի բան է, որին որ մենք պետքա ձգտենք։ Ու գիտեք, նման պատմությունները հիշեցնում են մի պարզ ճշմարտություն, աշխարհից ոչ մի բան չեն կարող վերցնենք, ոնց մերկ եկել ենք աշխարհ, տենց էլ մերկ գնալու ենք։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս հստակ ասեց, ով որ իր կյանքը ապահովի, ինչ կանի, կկորցնի։ Բայց ով որ իր կյանքը իմ համար կորցնի կամ դնի, կգտնի այն։ Երկրորդ կերպը դա ընդունելն է եկեղեցին։ 40 համարը Շարություն դարձեք Տեր Հիսուս Քրիստոս շարունակելով հիմա մի փոքր անդրադառնում է իր աշակերտներին ընդունելուն։ Ասում է ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Հիմա ուղիղ իմաստով սա չի վերաբերվում եկեղեցուն, այլ ուղիղ իմաստով վերաբերվում է աշակերտներին կամ նրանց, ում որ Տեր Հիսուս Քրիստոսն ուղարկում է աշխարհ։ Եվ տալիս է մի պարզ ճշմարտություն ասելով, որ չես կարող հավատալ Հայր Աստծուն, եթե չես հավատում իր որդին Հիսուս Քրիստոսին։ Չես կարող հավատալ Հիսուս Քրիստոսին կամ ընդունել Հիսուս Քրիստոսին, եթե չես ընդունում ում իր ուղարկված աշակերտներին։ Սա այն ճշմարտությունն է, որը որ մեզ ինչ է անում, Տեր Հիսուս Քրիստոս ցույց է տալիս։ Այսինքն այն ով որ ընդունում է Տեր Հիսուս Քրիստոսից ուղարկվածին, ընդունում է իրեն։ Այն ով որ մերժում է Տեր Հիսուս Քրիստոսից ուղարկվածին, մերժում է ում, հենց Տեր Հիսուս Քրիստոսին։ Կալվինը հետաքրքիր մի արտահայտություն է արել, ասում է ով Աստծուն ունի որպես հայր, չի կարող ընդունել եկեղեցին որպես չի կարող չընդունել եկեղեցին որպես մայր։ Հիմա կարանք այլ կերպ ասենք, Քրիստոսի հանդեպ հավատարմությունը ինչ անում, բնականաբար արտահայտվում է նրա մարմնի եկեղեցու հանդեպ նվիրվածության։ Այսինքն, եթե ես նվիրված եմ Քրիստոսին, այդ նվիրվածությունը ինքնին օդում չի արտահայտվելու։
Տեր Հիսուս Քրիստոս մեզ չի դրել անապատում եւ ոչ էլ չի կանչել մեզ, որ գնանք Մենաստանի։ Եթե եկեղեցու պատմությունը կարդաք, կտեսնեք, որ երբ որ Կոստանդինոսի օրոք եկեղեցին պետական դարձավ Հռոմեական կայսրության մեջ, դռները բացվեցին եւ շատ շատերը սկսեցին այզև ասած ճակերտավոր մկրտվել եւ եկեղեցու մեջ մտնել, ինչի որտեվ համ գումար էին տալիս, համ էլ մեկ հագուստ, այզև ասած հագուստ էին տալի։ Եվ դրանով եկեղեցին մի ակնթարթում միանգամից դառավ ասենց մեծ թվերի հասավ։ Պատկերացեք, մինչև այդ հալածանք էր, քչերն էին այն մարդիկ էին, ովքեր որ հանուն հավատքի պատրաստ էին մահանալու եւ մեկ ակնթարթում այդ ամեն ինչը գլխի վայր պտտվում է։ Եվ երբ որ այս իրավիճակն է ստեղծվում, շատ այզև ասած մարդկանց մոտ խնդիր է առաջանում, որտեվ չեն հասկանում հիմա ոնց կարան իրենք այդ ամեն ինչի մեջ լինեն ու որոշում են ասում մենք կառանձնանանք, մենք առանձին այզև ասած Քրիստոսի համար կապրենք եւ ծայրահեղությունների էր հասնում։ Օրինակի համար մի քահանա կար, որը որ մի փոքր sense ստոլբի վրա, այզև ասած սյունի վրա մի քանի մետր բարձրության ողջ կյանքը ագին այդտեղ անցկացրել, այսինքն այդտեղից չէր իջնում երբեք։ Հետաքրքիր է այդ սյունը մինչև հիմա կա, բայց այդ սյան կեսը քանդե տարել են, ինչի որտեվ լիքը մարդիկ կա սրբության որպես ինչ որ մասունքներ գալի այդ կտորները փորձել են պոկեն տանեն այդ սրբության ինչ որ հատվածի կողմ իրանց մոտ տանեն։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք ընդունել եկեղեցին, նշանակում է ապաշխարությամբ, մկրտությամբ անդամակցել եկեղեցուն։ Ինչի եմ ես սա շեշտում, որտեվ այսօր շարժում կա ընդհանրապես, որ ես Քրիստոսինն եմ, բայց քանի որ կատարյալ եկեղեցի չկա, մենք կհավատանք Աստծուն, կծառայենք նույնիսկ, բայց տեղական եկեղեցու մաս չենք կազմելու։ Ինչի որտեվ մենք ինքներս մեր համար բավարար է, այսինքն մենք կընթանանք այս ընթացքով։ Սա մի բան է, որը որ ոչ միայն Հայաստանում է տարածված, այլ շատ այլ երկրներում նույնպես այս տրամաբանությունը կա։ Քրիստոսին Աստծուն ընդունում եմ, բայց իր ուղարկված եկեղեցուն ինչ եմ անում, մերժում եմ, չեմ ընդունում։ Այսինքն ես այն ամենասուրբն եմ, մնացածը բոլորը ինչ են, փիղծ են, այ տեղական եկեղեցի, դուք գիտեք ինչեր է կատարվում իրանց մեջ եւ այլն եւ այլն։ Մեկ-մեկ երբ որ ինձ տենց բաներ են ասում, լսեք, հաստատ իմացեք, որ ես շատ ավելին գիտեմ, թե ինչ է կատարվում։ Քանց թե դուք նույնիսկ կարաք պատկերացնեք կամ լսեք։ Դա չի նշանակում, սիրելիներ, որ որևիցե մեկ կատարյալ եկեղեցի չկա։ Կատարյալ եկեղեցի չկա, այս արտահայտությունը կրկնել եմ, հիմա էլ կասեմ։ Եթե կգտնեք կատարյալ եկեղեցի, այնտեղ մի գնացեք։ Ինչի որտեվ հենց գնացիք այնտեղ, այդ եկեղեցին այլևս կատարյալ չի լինի։ Մարդը կատարյալ չի եւ մենք միասին մեկս մյուսին բարձրացնելով ձգտում ենք Քրիստոսին նմանվել ամեն օր։ Եվ սա եւս մեկ արտահայտման կերպն է, երբ որ մենք միասնական գալիս ենք մեկս մյուսի համար աղոթելու, մեկս մյուսի կյանքով ապրելու, մեկս մյուսին ինչ անելու, բարձրացնելու։ Որպեսզի երբ որ ժամանակը գա, որպես եկեղեցի Տիրոջ ինչ անենք, դիմավորենք, որտեղ Քրիստոս իր գալու է իր եկեղեցու հետևից։ Չի գալու իր անհատների հետևից։ Չի գալու առանձին քրիստոնյաների հետևից։ Գալիս է իր եկեղեցու հետևից։ Առաջի Կորինթացիս 12-13, որտեղ մենք ամենքս մեկ հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու համար։ Եվ դրանից հետո պարզ ճշմարտություն է բացատրում, թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ, ամեն մեկս էլ մեկ հոգուց խմեցինք։ Այսինքն ամեն մեկս տարբեր սովորություններ ունենք, տարբեր ազգերից ենք, տարբեր սոցիալական կարգավիճակներում ենք գտնվում։ Բայց եթե Քրիստոսի մեջ ենք, Քրիստոս մեզ մեկ մարմին դարձրեց, որպես մեկ մարմին քայլենք Տիրոջը փառքի համար։ Դրա համար նորից ու նորից, եթե Տեր Հիսուս Քրիստոսին ընդունում եմ նաև իր եկեղեցուն։ Այս արտահայտությունը նորից արել եմ, չեք կարող ասեք, գիտեք ինչ կա, Փեսային Տեր Հիսուս Քրիստոսին սիրում եմ, բայց իր հարսին եկեղեցուց զզվում եմ։ Չի լինում տենց։ Ասենք պատկերացեք, գնաք հարսանիքի, ձեր ընկերը կանչել է ձեզ հարսանիքի, գնաք ասեք ընկերս քեզ շատ եմ հարգում ու սիրում, բայց քո կնոջից զզվում եմ։ Ասենք կպատկերացեք նման վարք ունենաք։ Չէ, որտեվ եթե ընդունում եմ Քրիստոսին, ընդունում եմ նաև իր հարսին եկեղեցուն։ Այո, դժվարություններով, խնդիրներով, հարցերով, որոնք որ ըստ Աստծո խոսքի պետք է ինչ անենք, լուծենք։
առաջը բերենք։ Եվ այո, սա որոշ առումով անձնազոհություն է, ինչի, որտեվ լիքը մարդիկ կան, ում հետ որ այդքան էլ հեշտ չի, որ այդ մարդկանց ընդունես։ Դրանից հետո Տեր Հիսուս Քրիստոս մի փոքր ավելի նեղացնում է շրջանակը։ Երրորդը պետք է ընդունենք խոսքը փոխանցողին։ 41 համարը։ Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, եւ ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։ Այսօր նորից մարգարեներ չկան, քանի որ այսօր Աստծո խոսքը ամբողջացել է եւ եկեղեցին ամբողջությամբ հիմնվել է։ Եփեսացիս 2:20-ում կարդում ենք, որ եկեղեցին հիմնվեց առաքյալների ու մարգարեների հիմքի վրա, որի անկյունակարը ով էր, Հիսուս Քրիստոսն էր։ Եվ այսօր ունենք մեզ հետ կատարյալը, այսինքն իր ամբողջական խոսքը եւ եկեղեցին, եւ այլևս առաքյալների եւ մարգարեների կարիք չկա, որտեվ այդ հիմքի վրա արդեն ինչ եղավ, կառուցվեց, ամբողջացվեց։ Սակայն երբ որ նայում ենք մարգարեների գործառույթը ո՞րն էր մեծ հաշվով։ Աստծո խոսքի փոխանցումը։ Շատերը կարծում են մարգարեների մենակ գործը ապագան ասելն էր, չնայած ապագան նորից կախված էր նրա հետ, այն ինչ որ Տերը իրենց ինչ էր անում, փոխանցում էր, դա էլ փոխանցում էին մարդկանց։ Եթե դրա համար փորձենք ամփոփել իրենց ողջ ծառայությունը, սա էր Տիրոջ կամքը, Տիրոջ խոսքը ինչ անել, փոխանցելն էր մարդկանց։ Եվ այս մեր իրականության մեջ ովքեր կարող են այդ ֆունկցիան այս պայծրությամբ ովքեր են կատարում։ Մարդիկ, ովքեր որ հոգևոր տիրույթում ուսուցիչներ են, քարոզիչներ են, որոշ առումով վարդապետներ են եւ այլն, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ եկեղեցու շրջանակում կանչված են Աստծո խոսքը ինչ անելու, փոխանցելու։ Նորից, երբ որ մենք ընդունում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, մենք նաև պետք է ընդունենք բոլոր նրանց, ովքեր որ Աստծո խոսքն են ինչ անում, փոխանցում։ Հիմա ստեղ կասեմ, եթե իհարկե Աստծո խոսքն են փոխանցում, այլ ոչ թե փիլիսոփայում են կամ իրենց ցանկություններն են հայտնում, կամ իրենց երազանքներն են պատմում։ Եվ մենք հնազանդվելով Տիրոջ կամքին, ինչ կլինենք նորից, վարձատրություն կունենանք։ Սա այն մասն է, որը որ անբաժանելի է։ Հիմա տեսեք, այն ինչ որ ասում եմ, սա ուղիղ կերպով ինձ չի վերաբերվում, հասկանում եք, որ չասեք, դե դու այդտեղ բեմից կանոն խոսում ես եւ այլն։ Սա իմ մասին չէ ընդհանրապես։ Խոսքը բոլոր նրանց մասին է, ովքեր որ ուղարկվել են Տիրոջ կողմից իր խոսքը սովորեցնելու, փոխանցելու։ Եվ երբ որ օրինակի համար ես լինում է դեպքեր, որ այցելում եմ եկեղեցի, լսում եմ այն մարդկանց, ովքեր որ այդ պայծրությամբ խոսքը փոխանցում են եւ ընդունում եմ իրենց որպես Աստծո խոսքը փոխանցողներ։ Երբ որ մենք գնում ենք սովորելու, մենք ունենք այնտեղ ուսուցիչներ, որոնք որ նորից Տիրոջից ինչ են, կարգված են Աստծո խոսքը փոխանցելու։ Եվ մենք պետք է այդ փափագը եւ այդ խոնարհությունն ունենանք ընդունելու այդ մարդկանց։ Մի քանի համար եմ կարդում զուտ, որպեսզի հասկանաք, որ այս խոսքը միայն մենակ այս հատվածում չի, որ մենք այս պատվերն ունենք։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:12-13 ասում է. «Խնդրում ենք ձեզ եղբայրներ, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեզ վերակացուներ են Տիրոջով, ինչպես նաև ձեր խրատողները, եւ նրանց առավելապես պատվեք սիրով իրենց գործի համար, իրար հետ խաղաղությամբ ապրեք»։ Նորից այն ամենի համար ասում է, ինչի մեջ որ կանչված են, ինչ արեք, ընդունեք, պատվեք։ Եբրայեցիս 13:7 Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո խոսքը խոսեցին ձեզ։ Նայեք նրանց կյանքի վախճանին եւ հետևեք նրանց հավատի օրինակին։ Նորից ուշադրություն դարձեք, որ միշտ այս բանը կա։ Զուտ ոչ թե ընդունում ենք կամ հիշում ենք կամ հետևում ենք, ոչ թե զուտ, քանի որ տենց պաշտոն ունեն, այլ քանի որ եթե իրապես ճշմարտությունն են փոխանցում եւ իրենց կյանքի օրինակով լավ օրինակ են ծառայում, այս դեպքում ինչ արեք, պատվեք, ընդունեք, որովհետեւ մարգարեին ինչպես կիմանանք մարգարեը թե ոչ, այն պտուղներով, որը որ տալիս է, այսինքն որը որ կա։ Եբրայեցիս 13:17 Ձեր առաջնորդներին անսացեք ու հնազանդվեք, որտեվ նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն եւ ոչ թե հառաչանքով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։
Այսինքն, եթե դուք անընդհատ որևիցե կերպով ձեր առաջնորդներին չեք բարձրացնում, անընդհատ գցում եք, այդ մարդիկ իրենց ծառայությունը հառաչանքով են անելու եւ դրանով, այսպես ասած, որակը ձեզ ծառայելուն ընկնելու է։ Խնդրում եմ, սա մի վերագրեք ուղիղ ինձ։ Խոսքը մենակ ինձ չի վերաբերվում։ Փոքր խմբերի առաջնորդներին, չգիտեմ, ամեն մի հոգևոր ուսուցչին, ովքեր որ կան ձեր շրջանակում։ Գաղատացիս 6:6 եւ այսքանով կամփոփենք։ Խոսքին աշակերտողը թող ուսուցչի բոլոր բարի բաների նաև մասնակից անի։ Այսինքն, եթե մեկը քեզ սովորեցնում է այլ բաների մեջ, դու իրան ինչ արա, բաժին բեր, կլինի նյութական կամ այլ եւ այլն եւ այլն։ Այսինքն, մի կարծեք, որ եթե դες մարդը անում է, դե ինքը կանչված Աստծուց, հա միանշանակ կանչված Աստծուց։ Բայց այնուամենայնիվ Տերն էլ իրեն կանչել է իր ծառայության շրջանակում եւ այդ ծառայության շրջանակում ամեն մեկս ես նույնպես պետք է հոգ տանենք այն մարդկանց, ովքեր որ հոգևոր առումով մեզ սնում են, բարձրացնում են, առաջնորդում են։ Ինչպես որ ասացի, ես էլ է ձևի մարդկանց ունեմ։ Ես էլ է ձևի մարդիկ ունեմ, ովքեր որ ինձ են սովորեցնում, ինձ են ուղղորդում։ Այսինքն, երբ մենք Տիրոջ խոսքը փոխանցողին ընդունում ենք որպես խոսքը փոխանցողի, ընդունում ենք Տիրոջ արդարին որպես Տիրոջ արդարի, ընդունում ենք, ուրեմն Աստված էլ արժանի կերպով վարձահատույց կլինի, երբ որ ժամանակը կգա։ Դա կլինի այն, ինչ որ Տիրոջը ինչ է, հաճելի է, ընդունելի է։ Չորրորդ կերպը անձնուրաց ծառայության դա ծառայելն է եկեղեցուն։ Մատթեոս 10:42 Եվ ով այս փոքրերից որևիցե մեկին, որպես իմ աշակերտի, թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի։ Հիմա նորից չեմ ուզում կրկնվեմ, որ սա ուղիղ չի վերաբերվում եկեղեցուն։ Սա վերաբերվում է Տիրոջ զավակներին ծառայելուն, բայց այս օրվա կոնտեքստի շրջանակում, երբ որ եկեղեցին հիմնվել է, մենք ծառայում ենք ում ժողովրդին, տեղական եկեղեցու շրջանակում։ Ովքեր են փոքրերը։ Փոքրերը նրանք են, ովքեր որ խոնարհվել են Տիրոջ առաջ եւ որպես փոքր Տիրոջն են ինչ անում, բարձրացնում, մեծարում։ Այստեղ խոսքը չի վերաբերվում փոքր երեխաներին։ Վերաբերվում են նրանց, ովքեր որ Տիրոջ առաջ խոնարհվել են։ Այլ կերպ նաև այն մարդիկ, ովքեր որ հավատացել են, աշխարհի կողմից են փոքր կամ աննշան, անպիտան մեկը համարվում։ Ինչի շատ դեպքերում նույնիսկ մեր շրջանակում էլ ասում են, դե հավատացել ես, հա դեն կտցրած կամ սենց ասած են գլուխները լվացած մեկն ես, էլի, այսինքն ուղղը տանջատված է, ինչ որ ասում են, հավատում ես, լսում ես եւ այլն եւ այլն։ Այսինքն այս տրամաբանության շրջանակում ինչ է ասում Աստծո խոսքը, ով որ փոքրից մեկին է ընդունում եւ ընդունելով ինչ է անում, ծառայում է որպես Աստծո աշակերտ, այդ ծառայության շրջանակում Տերն իրեն ինչ կանի վարձահատույց կլինի։ Ինչ եմ ասում, որ այսօր դա առաջնային վերաբերվում է եկեղեցուն, որտեղ ամեն մեկս կանչված ենք տեղական եկեղեցում ծառայելու։ Նույն առաջի Կորինթացիս 12:7-ում հետևյալ խոսքն ենք կարդում. ամեն մեկը, բայց ամեն մեկին հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։ Եթե կոնտեքստի մեջ կնայենք, կտեսնենք, որ խոսքը վերաբերվում է տեղական եկեղեցուն, եւ Պողոս Արաքյանն ասում է, որ այն տաղանդներն ու շնորհները, որ ունեք, պետք է գործածեք բոլորի օգուտի համար, այսինքն եկեղեցու օգուտի համար, որ չլինի թե մեկը ինչ անի, պարծենա ասի, տեսեք, ես այս մեկն եմ, ես այս տաղանդներն ունեմ, այս շնորհներն ունեմ, այդ տաղանդներն ու շնորհները մեկ նպատակի համար է։ Բոլորի օգուտի համար, ու այդ բոլորի օգուտը գիտեք որն է, որ բոլորս միասին Տիրոջը նմանվելով Տիրոջն ենք ծառայում։ Երբ որ ամեն մեկս այն ինչ որ Տերը մեզ տալիս է, գործածում ենք, ծառայեցնում ենք իր փառքի համար, ամեն ինչ ընկնում է իր տեղերում։ Մի քանի գործնական օրինակ եմ ուզում բերեմ Աստվածաշնչից։ Հռոմեացիս 16:1-2-ում մի քրոջ մասին ենք տեսնում, ասում է. ձեզ եմ ներկայացնում Փիբեին, մեր քրոջը, ով կենքրայի եկեղեցու սպասավորն է, որպեսզի նրան Տիրոջմով ինչ անեք, ընդունեք, որ ինչպես որ վայել է սրբերին, ինչպես է վայել սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որտեվ նա էլ ինքն էլ հոգած շատերին եւ հենց ինձ էլ։ Այսինքն այն ծառայությունը, ինչ որ ինքն էր անում ժամանակին, Պողոս Արաքյալին եւ շատ սրբերին կամ շատ եկեղեցու անդամներին, հիմա ասում է ձեր շրջանակում է, ինչ արեք,
Ընդունեք իրեն։ Ոչ միայն ընդունեք, այլ նաև ինչ արեք, ծառայեք, հոգ տարեք իր համար։ Մենք պարտավոր ենք Աստծո առաջ ընդունելու Աստծո եկեղեցուն։ Կներեք այս արտահայտությանս համար, որ ասում եմ պարտավոր ենք, բայց այո, դա պարտք է, պարտավոր ենք, դրա մեջ կանչված ենք։ Բոլոր Տիրոջը սրբերին, նույնիսկ նրանց, ովքեր որ այդքան էլ հեշտ չեն, սիրվում կամ ընդունվում կամ ծառայում։ Ինչի եմ սա ասում։ Որովհետև մեր շրջանակում, նույնիսկ մեր եկեղեցում կան մարդիկ, ովքեր որ այդքան էլ հեշտ չեն սիրել, ինչի որտեվ գուցե մեր բնավորությունները չեն բռնում իրար, տարիքային տարբեր սահմանափակումներ կա։ Հիմա պատկերացրեք այն ժամանակվա շրջանակում ստրուկը եւ օրինակի համար տերը, ով որ մեծ կալվածքի տեր էր, երկուսը եկեղեցում են եւ եկեղեցու շրջանակում հավասար էին։ Եվ Տերն ասում է, երկուսդ էլ մեկը մյուսին պետքա ծառայեք, ինչ որտեվ Քրիստոսի մեջ բոլորդ հիմա հավասար եք։ Եվ կուզենամ ամփոփեմ առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 12-ից 22 համարները միասին ընթերցելով եւ մի քանի բաներ առանձնացելով, որ ինչպես պետք է գործնականում մեր այդ ընդունելությունը, ծառայությունը արտահայտվի։ Եվ սա շատ կարեւոր է, սիրելիներ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:12-ից 22 Խնդրում ենք ձեզ եղբայրներ, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջմով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Սրա մասին արդեն ասացինք, հարգենք նրանք, ովքեր որ ծառայում են մեզ տարբեր շրջանակներում։ Եվ նրանց առավելապես պատվեք սիրով իրենց գործի համար, իրար հետ խաղաղությամբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ եղբայրներ, անկարգներին խրատեք, երկչոտներին քաջալերեք, տկարներին օգնական եղեք, բոլորի հանդեպ համբերատար եղեք, զգույշ եղեք, միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի, այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամանակ բարիք գործեք, միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեք, ամեն բանում գոհություն հայտնեք, որտև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով, Հոգին մի մարեք, մարգարեությունները մի անարգեք, ամեն բան քննեք, բարին ամուր պահեք, չար բանից ամեն կերպ հեռու մնացեք։ Ուրեմն եթե փորձենք ամփոփենք, հետեւյալ աղյուսակն ենք տեսնում, չգիտեմ, երևում է ձեզ թե չէ, ուրեմն առաջինը ասում եմ, հարգեք նրանց, ովքեր որ ծառայում են ձեր մեջ։ Նրանք, ովքեր որ մի փոքր նույնիսկ ներդրում են ունենում ձեր հոգևոր կյանքի մեջ, Աստծո խոսքը շատ հստակ ինչ է անում, կանչ է անում, որ մենք հարգենք, ծառայենք, բարձրացնենք նրանց։ Խաղաղության մեջ եղեք միմյանց նկատմամբ։ Սա նորից կարևոր է։ Չես կարող ասես, ես Քրիստոսին եմ ծառայում, բայց խաղաղություն չունեմ եկեղեցու շատ անդամների հետ ու դա նորմալ է։ Չի լինում տենց։ Եթե խնդիր ունեմ, ես ինքս մեկը պետքա լինեմ, որ ինչ եմ անում, ձգտեմ այդ խաղաղությունը հաշտեցնեմ, թեև շատ հարցերում դիմացինս սխալ լինի։ Ինչի՞։ Որովհետև շատ հարցերում մենք ենք սխալ, բայց Տերը մեզ ներում է եւ շարունակ ընդունում է։ Ընդունել եկեղեցուն չի նշանակում զուտ, ես ամենասուրբն եմ, ինձ ընդունեք որպես սուրբ, ու ես հիմա ձեզ հերթով ասել եմ, թե ամեն մեկիդ խնդիրը որն է, մինչև այդ հարցերը չլուծեք, ձեզ չեմ ընդունելու։ Սա այդ մոտեցումը չի։ Աստծո խոսքը հստակ ինչ է ասում, խաղաղության մեջ եղեք միմյանց հետ։ Այլ տարբերակ չկա, կամ ընտանիք ենք, կամ ամեն մեկս բզկտված ենք, ամեն մեկս մեր տեղն ունենք եւ այլն մեր կյանքով ենք ապրում։ Սա քրիստոնեություն չի, սա Քրիստոսին ընդունել չի։ Եթե Քրիստոսին եմ ընդունում եմ Քրիստոսի բոլոր զավակներին։ Նույնիսկ նրանց, ովքեր որ չեմ ուզում այդ արտահայտությունը, շատ դժվար սիրվող մարդիկ են։ Խրատեք անարգներին։ Հիմա նայեք, երբ որ ասում ենք ընդունել, չի նշանակում, որ եթե մեղք կա, եթե հարցեր կան, եթե լուրջ խնդիրներ կա, թողնում ենք մի կողմ, այլ ինչ ենք անում, խոնարհությամբ ինչ ենք փորձում անենք, ուղղորդենք, խրատենք։ Այնպես չէ, ոնց մենք ենք կարծում, այլ այնպես, ինչպես որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում, որովհետև շատ հարցերում մենք սուբյեկտիվ ենք։ Շատ հարցերում մենք մեր ճիշտն ունենք, որը որ շատ դեպքերում չի էլ համապատասխանի Աստծո խոսքին։ Ինչպես որ խրատում էին ովքեր, հոբի ընկերները հոբին, իրականության մեջ, որը որ ճշմարիտը չէր։ Դե համար այդ խրատներն են նույնպես պետքա բխի Աստծո խոսքից։ Մխիթարեք թուլասիրտներին, նրանք ովքեր որ տկար են։
Հիմա այո, կարան մարդիկ լինեն մեր շրջանակում, ովքեր որ հոգևոր առումով թույլ են կամ տկար են։ Պարտադիր չի մեր, սենց ասած, ողջ հասկացողությունը ստիպելով ինչ անենք, իրանց հասկացնենք, որովհետև չեն ընդունելու, դեռևս այդ հասկացողությունը չունեն, ոնց որ Պողոս Արաքյանն է ասում, մարդիկ կան, ովքեր որ մինչև հիմա կատնակեր են, կոշտ կերակուր չի կարա ընդունի, դեռևս կարիք ունենք ինչ անելու, մխիթարելու, ուղղորդելու, բացատրելու, որ գիտես ինչ կա, չգիտեմ, այդ մսի մեջ, ուտելու մեջ խնդիր չկա եւ այլն եւ այլն, հիմա այդ ուրիշ կոնտեքստից եմ ասում, բայց այնուամենայնիվ շատ հարցեր կան, որ համբերատար պետք է աղոթող լինենք ու Տերը ինչ կանի, կբարձրացնի այդ մարդկանց։ Աջակցեք տկարներին, նորից նույն շրջանակների մասին է խոսքը գնում։ Երկայնամիտ եղեք բոլորի հանդեպ, այսինքն նրբանկատ եղեք, զգուշ եղեք, մինչև ինչ որ մի քայլ անելը, ասելը, մտածեք, հետևյալ քայլով, դիմացինին օգուտ եմ տալու, թե տրորելու եմ վրայից անցնեմ։ Նորից հիմա հոբի թեման անընդհատ այդ բանը, ասենց ասած, թարմա, ոնց որ մխիթարեց հոբի կինը, ոնց որ մխիթարում էին հոբի ընկերները, տենց մի արեք։ Երկայնամիտ եղեք, մարդը նեղության մեջ է, եթե նույնիսկ որոշ հարցեր կան։ Լացեք այդ մարդու հետ, պարտադիր չի այդ մատներդ մցնեք վերքի մեջ, ասեք գիտես ինչ կա, այս հարցում էլ աշկիդ վերևը ունք կար, կամ այս հարցում սխալ է կարա եւ այլն եւ այլն։ Այսինքն դեպքեր կան, որ մենք պետքա լացողի հետ լացենք էլ։ Միշտ ուրախացեք, ու երբ որ էլի խոսում եմ միշտ ուրախացեք, Տիրոջ մեջ ենք։ Ինչ վիճակում էլ որ լինենք, Տիրոջ մեջ պետքա ուրախ լինենք։ Ինչու որտեվ Քրիստոսով կյանք ունենք։ Քրիստոսով ենք առաջնորդում, Քրիստոսն է մեր կենտրոնը։ Անդադար աղոթեցեք։ Այսինքն աղոթքի կյանքի մեջ պետքա ամուր լինենք, հասկանալով մի բան, որ առանց աղոթքի ոչ մի բան չենք կարողանալ։ Դրա համար նույն Պողոս Արաքյալը ասում էր, անդադար աղոթեք նաև մեր համար, որպեսզի մեր ծառայության շրջանակում հաստատուն մնանք։ Արաքյալը խնդրում է ում եկեղեցուն, որպեսզի աղոթեն։ Հիսուս Քրիստոսն էր անդադար աղոթքի մեջ։ Այս օրինակն ունենք։ Ամեն բանի համար շնորհակալ եղեք։ Երեք մի երիտասարդի հետ էի խոսում, բանակում է, անդադ բողոքում է, որ ինչի եմ ընկել, այս ինչ է կատարվում, ես չպետք է լինեի այստեղ եւ այլն, հա, ինքն է Դավթյան։ Ու խոսում եմ, ասում եմ, դու չես պատկերացնում, թե ինչքան մարդ կա այսօր, որ հագուստի խնդիր ունի, սնունդի խնդիր ունի ու երազում է, որ անվճար մեկը իրան մաքուր հագուստի տեղ տար, պատեր ունենար չոր ու սենց ասած սնունդ ունենար, փորը կուշ լինել։ Ասում է, հա, այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց չեմ կարող ընդունեմ, չեմ կարող տեղավորվեմ։ Ինչի, որովհետև մինչև հիմա այդ ամեն ինչի համար շնորհակալ սիրտը չունի։ Եթե մենք այն վիճակում, որ գտնվում ենք, շնորհակալ չլինենք, ինչ էլ որ լինի, միշտ էլ բողոքելու ենք, միշտ էլ փնփնթալու ենք, որովհետև միշտ ինչ որ մի բան մեր աչքին պակասա լինելու։ Բայց եթե մի քիչ մեր կողքը շուրջը պտտվենք, կտեսնենք, որ բողոքելու տեղ չունենք, ավելին։ Պատկերացեք իրավիճակ, որ ոչ մի բան չունեք, անկեղծ եմ ասում, մենակ ունեք Քրիստոսին։ Սա արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք շնորհակալ լինենք Տիրոջը։ Ինչու որտեվ գալիք հավիտենականության շրջանակում արդեն իսկ Տերը մեզ ապահովել է։ Աղքատ Ղազարոսի պատմությունն էլ ձեզ էլ որպես օրինակ։ Սուրբ Հոգին մի տրտմեցրեք, այսինքն մեղքի մեջ մի մնացեք։ Մեղքի մեջ մի մնացեք, որպեսզի հանկարծ այնպես չլինի ձեր ընթացքը, ձեր Սուրբ Հոգու առաջնորդությունը ինչ արած, մարած լինեք, լռեցրած լինեք։ Խոստովանեք, Տիրոջ առաջ մաքուր եղեք, որպեսզի Սուրբ Հոգին ինքը, երբ որ պետք է հանդիմանի ուղղորդի առաջնորդի ձեզ։ Աստծո խոսքը մի արհամարեք, նո այնտեղ էլի մարգարեություն բառն է օգտագործում, բայց խոսեցինք սրա մասին։ Ամեն ինչ քննեք, այսինքն մեր ականջը բաց, սենց բան չի, ռադիո չի, որ այն ինչ որ լսում ենք, բոլորն ընդունում ենք։ Քննում ենք, տեսնենք Աստծո խոսքի համեմատ է, թե ոչ, ճշմարտություն է, թե ոչ, որովհետև այսօր ինտերնետը միացնում եք, հեռուստացույցը միացնում եք, ամեն անկյունից Քրիստոսի անունով ինչ հիմարություն ասես քարոզվում է։ Պետք է քննենք, տեսնենք, որն է ճշմարիտը եւ որը ճշմարիտը չի։ Եվ վերջինը հեռու մնացեք չարի ամեն տեսակ դրսևորումներից։ Մի եղեք որևիցե կերպով այդ շրջանակում։ Ու ցանկը կարելի է շարունակել։ Ինչի համար։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, այս փոքրին ընդունեցինք կամ եկեղեցուն ընդունեցինք, ծառայեցինք, Հիսուս Քրիստոսից այս պատասխանն ենք ակնկալում։ Մատթեոս 25:31-40 Եվ երբ մարդու որդին իր փառքով գա,
Եվ նրա հետ էլ բոլոր հրեշտակները այն ժամանակ կնստի իր փառքի աթոռին եւ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին ձախ կողմում։ Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի ուշադիր եղեք. Եկեք իմ հորից օրհնվածներ ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Ինչու՞, որովհետև քաղցած էի եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան տվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի ինձ հագցրիք, հիվանդ էի ինձ խմեցրիք, բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն, ուշադրություն դարձրեք. Տեր, երբ քեզ քաղցած տեսանք եւ կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք, երբ քեզ օտար տեսանք եւ մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ եւ հագցրինք, երբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք, եւ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ում արեցիք, ինձ արեցիք։ Դա համար այն ծառայությունը, որ անում եք եկեղեցու շրջանակում, մեկը մյուսի նկատմամբ, արեք ոչ թե այն, որ մատս ցույց տամ ասեմ, տես քո համար ինչ արեցի, այլ արեք ում համար, Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Արեք Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Ինչի որտեվ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը ունի հստակ գին։ Քրիստոսին հետևելը բերում է ինչին։ Բաժանումներին մենք դա չենք ցանկանում, բայց սա ճշմարտությունը Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը պահանջում է գերագույն սեր եւ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը պահանջում է անձնական զոհաբերություն։ Ու ինչպես որ Ուիլյամ Բորդենն էր գրել իր Աստվածաշնչում, ոչ մի պահուստ, ոչ մի նահանջ, ոչ մի ափսոսանք, հարցս նորից ուղղում եմ ամեն մեկիս։ Արդյոք մենք կարող ենք նույն տրամաբանությամբ մենք էլ ապրել։ Տեր օրհնի բոլորիդ աղոթենք։ Մեր Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս ու շնորհակալ ենք քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Շնորհակալ ենք, որովհետև ամենաթանկը մեզ տվեց իր կյանքը, որով որ մենք կյանք ունենք, Տեր։ Շնորհակալ ենք, ով Հայր, որ քեզ ճանաչեցինք եւ մեզ էլ հնարավորություն տվեցիր, առիթ տվեցիր քեզ հետևելու։ Կարողություն տվեցիր որոշ առումով քո կամքը կատարելու, քո ներկայացուցիչները լինելու երկրից վրա։ Եվ այո, սա մեծ առանձնահատկություն է, Տեր, որին որ արժան չենք, բայց քո որդիով մեզ արժանի դարձրեցիր, որ մերժված ենք, մեռած ենք մեր մեղքերի մեջ, քեզանով, Տեր, կյանք տվեցիր, որ բարկության որդիներ էինք, բայց հիմա դարձրեցիր սիրելի որդիներ, որ ամեն մեկս ցրված էինք աշխարհով մեր կամքը կատարելով, Տեր, բայց հիմա ցանկանում ենք որպես եկեղեցի քո կամքը կատարել։ Ոչ միայն քո կամքը կատարել, այլ քո կամքը ընդունել, թեև շատ հարցերում դա ցավոտ է, դժվար է եւ նույնիսկ անհասկանալի, Տեր։ Դուր մեզ այդ խոնարհությունը, որ որպես գերիշխան Աստծո ընդունենք ամեն բան քեզանից ու քեզ փառք տանք, Տեր։ Որտեվ դա լավագույնն է մեր համար, մեր հոգևոր ընթացքի, մեր կյանքի համար, որտեվ դրանով է, որ Տեր ամեն վարքյան նմանվելու ենք քո որդուն, Տեր Հիսուս Քրիստոսին, որը որ երբեք շահի հետևից չգնաց, երբեք մարդկա հաճո կերպով չվարվեց, այլ կատարելապես հնազանդվեց քեզ, Տեր Աստված, հնազանդվեց մինչև ի մահ, սիրեց մինչև վերջ, եւ երբ որ նույնիսկ աղոթում էր, ասում էր, Տեր, թող քո կամքդ լինի, տուր մեզ այդ սիրտը, որ աղոթելուց ազնիվ կերպով ասենք, Տեր, այո, սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը, բայց ուզում ենք, որ ամենից վեր քո կամքը լինի, որպեսզի հետևենք եւ քեզ ճշմարիտ աշակերտ ու զավակ լինենք, Տեր, որ ընդունենք եկեղեցիդ, ընդունենք քեզ ուղարկողներին, որպեսզի Տեր Աստված ամեն ինչի մեջ քո փառքը փնտրենք, եկեղեցում ոչ թե մեկը լինենք, ով որ միայն
ծառայություն է ընդունում, այլ մենք ինքներս ծառայենք այն օրինակով, որը որ դու տվեցիր, Տեր, որպեսզի ամեն ինչի մեջ քո Սուրբ անունը փառավորվի եւ դու մեծարվես։ Մեզ միաբանիր, որպեսզի եկեղեցի եւ առաջնորդիր, որպեսզի ամեն ինչի փառքը միայն քեզ լինի, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հավիտյանս հավիտենից, ամեն։